Վրաստանը կրկին դառնում է Չ կլասի թիմ, որը վերջինը կլինի Դիդիե Դեշամի համար։ Մոտենում է, որ սենց կատակներ են պտտվում։ Գատուզոն խոստացել է հաղթել մեզ 8 գոլի տարբերությամբ, ինչից հետո իտալացիներին պիցա ու փլավ պատիվ կտա։ Հիշեցնեմ, որ նա հայտնվել էր սկանդալի կիզակետում աղջիկ ֆուտբոլիստներից մեկի։ Նա հավատաց մինչև վերջ ու կատարեց հետ հպումը ու նական Գագիկը, որը ծնվել է Չարբախում, ու պայմանական Նևեշը, որը ծնվել է Լիսաբոնի կենտրոնում, երգչուհու ստիլիստի պատկատները Մերիլյանի ներկայացուցիչները պնդում են, որ նրան չեն վճարել շատ մեծ գումարներ։ Ճանապարհը դեպի Ամերիկա բարդ է ու դժվար, գուցե բարին էլ դա էր, ողջույն բոլորին։ Մենք նույնպես ցանկանում ենք գնալ Ամերիկա, մինչ դա պետք է զարգանալ ու ամրանալ միայն։ Դրա համար ձեր ֆոլովներն ու լայքերը շատ պետքական են, որ գնանք ու քամենք Թրամփ հոպարին։ Համարյա ավարտվեց աշխարհի որակավորման փուլի թոհն ու բոհը։ Ոմանք մնացին գոհ, ոմանք գնացին զոհ, բայց ամենակարևորներից մեկը, որ Վրաստանը կրկին դառնում է Չ կլասի թիմ։ Մենք էլ մի բան չենք, բայց մեր հավաքականի մասին վերջում կխոսեմ, այնտեղ խոհափիլիսոփայական մտքեր են սա։ Խելացի մարդիկ խոսում են, քանի որ ասելիք ունեն։ Մինչ այդ արձանագրենք, որ Վրաստանի հավաքականը տապալեց որակավորման այս շրջափուլը եւ անորակ խաղով քար գցեց խինկալու բիզնեսի վրա։ Ցավալի պարտություններ Իսպանիայից։ Դա խայտառակություն էր, ինչ ցավալի։ Չնայած վրացիները էլի բիթի գտնվեցին, նրանք գոլ չխփեցին իսպանացիներին, դրանով ավելի չգրգռելով մրցակցին։ Ամեն դեպքում Վրաստանի համար լուսավոր 2024-ը կամաց մտնեց 2025-ին։ Հենա, երիտասարդականն էլ 4-0 հագավ Հունաստանից։ Լավ, եկեք խոսենք դրականից։ Ֆրանսիայի հավաքականում ծնունդ էր։ Ժուլ Կունդեն դարձավ 27 տարեկան ու մի հատ սենց նվեր էր ստացել երևի։ Կարևորը յուբկա չլինի։ Ու պետք է նշել, որ Ֆրանսիան չնայած անդուր խաղի, բայց իր ուղեգիրը նվաճեց մունդիալի համար, որը վերջինը կլինի Դիդիե Դեշամի համար։ Մոտենում է Զինեդին Զիդանի դարաշրջանը։ Անգլիայում նոր դարաշրջանը կարծես իր պտուղներն է տալիս։ Անգլիան բոլորին հաղթում է անխտիր։ Այդ սովորական երևույթ է, ասա վերջում չկա են գործի մեջ։ Սենց Քեյնի հետ դժվար, գիտես։ Ես պատկերացնում եմ անգլիացի երկրպագուներին, երբ նրանց հավաքականը հասնում է եզրափակիչ իսպանացիների դեմ, նրանք սկսում են երգել It's coming home, it's coming home, ու մեկ էլ պարզվում է, որ նրանք պարտք են Թրամփ հոպարին ու պետքա մնան որպես ստրուկ։ Իտալական պատվիրակությունը ֆուտբոլային Ամերիկան բացահայտելու կարող է չգնա, իսկ նրանց առաջնորդ Գատուզոն կարող է անվերադարձ բռնել Ամերիկայի ճամփեն։ Նրանք խմբում երկրորդ տեղը զբաղեցրին եւ կգնան անցումային խաղերի, իսկ թե ինչ կլինի միայն Աստված գիտի։ Ինչքան էլ անսովոր է, բայց այս պահին Նորվեգիան Իտալիայից այնքան ուժեղ է, որ սենց կատակներ են պտտվում։ Գատուզոն խոստացել է հաղթել մեզ 8 գոլի տարբերությամբ, ինչից հետո իտալացիներին պիցա ու փլավ պատիվ կտա։ Գիշերով ուտելը վնասակար է, մենք չենք կարող թույլ տալ նման բան։ Ինչպես ասում են, կատակի կեսը լուրջ է։ Նորվեգացիները երկրորդ անգամ այնպես հաղթեցին իտալացիներին, որ նրանք ասում են պերկե։ Իսկ Հոլանդն ու ընկերները ուղիղ չվերթով կգնան Թրամփ հոպարի մոտ։ Իտալական ֆուտբոլի վիճակը տխուր է, բայց ուրախ էր Նորվեգիայի հանդերձարանում։ Իդեպ, Հոլանդը պատմել է, թե ինչն է իրեն մոտիվացրել իտալացիների դեմ խաղում։ Մեկ-մեկ հաշվի ժամանակ Մանչինին անընդհատ հետույքից ձեռք էր տալիս։ Անկեղծ ասած, դա ինձ շատ մոտիվացրեց ու մենք ձեռ տվեցինք նրանց հետույքին։ Իհարկե Հոլանդը շատ ավելի քաղաքավարի է արտահայտվել, բայց մտքում հաստատ սենց է մտածել։ Իսկ թե ինչ մոտիվացիա է ունեցել նորվեգացիների աջ պաշտպան Յուլիան Ռյուրսոնը այսպիսի սանրված կանելուց, բարդ է ասել։ Կարող է ուզում էր պալտոյի փայ դառնար։ The puppies, darling.
Դե ինչ, Նորվեգիային շնորհավորենք իրենց շատ մեծ հաջողության համար, իսկ Իտալիային մնում է աղոթել։ Ես գիտեմ իրենց համար ով կաղոթի։ Քո պրոբլեմը ադիպուտի կդառնա։ Ես ավելի լավ տարբերակ ունեմ։ Y el Dios que está ahí es el Dios de los que están aquí delante. Es el Dios de todos ustedes. Այսպիսի աղոթքների կարիք ունեն Իսպանիայի հավաքականի մրցակիցները։ Նրանք ոչնչացնում են ամեն ինչ ու բոլորին։ Այն դեպքում, երբ կազմում ունեն ընդամենը 2 կիսահարձակվող։ Իսպանացիները վերջին տուրում առաջին հորիզոնականի հարցը կպարզեն թուրքերի հետ, որոնց իրենց հարկի տակ այն օրն էին գցել, որ Գյուլերը լացելով մամային էր ուզում։ Քանի Իսպանիայից խոսք գնաց մի զավեշտալի դեպք պատմեմ։ Մի քանի օր առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբալիեսի գրքի շնորհանդեսն էր։ Էդ քաչալը չէր, որ աղջիկ էր ասում։ Հա, բայց քո իմացած քաչալը չի, այլանդակ։ Հիշեցնեմ, որ նա հայտնվել էր սկանդալի կիզակետում աղջիկ ֆուտբոլիստներից մեկի վզից մտնելու համար։ Ահա գրքում նա պատմում է, որ նրա գլխին սարքել են եւ նա այդպիսին չի, ինչպիսին ներկայացնում են։ Բայց ամենահետաքրքիրը ոչ թե գրքի մասին էր, այլ հետո պետքա սկսեր։ Նրան այնքան չեն սիրում, որ ձվերով խփել են հենց միջոցառման ժամանակ։ Իսկ քաչալ բռնաբարը հետո պատմել է, որ այդ ձվերով խփողը իր հրող բերնա։ Լավ հերիքա։ Ծանոթացեք առաջիկա խաղերին, որից հետո Հայաստանի, Պորտուգալիայի, Հունգարիայի եւ Իռլանդիայի հավաքականի խառնապարար էմոցիաներն ու ֆանտաստիկ լուրերն են։ Նոյեմբերի 18-ին որոշիչ խաղեր են սպասվում Կոսովո, Շվեյցարիա, Շոտլանդիա, Դանիա, Իսպանիա, Թուրքիա, Ավստրիա, Բոսնիա զույգերի միջև առաջին տեղի համար։ Մի առիթով մի շատ խելացի մարդ ասել է. հաղթանակը տրվում է, երբ հաղթում ես ինքդ քեզ ոսկեղենի արտահայտությունը։ Սա շատ տիպիկ է բնութագրում Իռլանդիայի հավաքականին, որը նախ հաղթեց ինքն իրեն, ապա Հունգարիայի հավաքականին եւ հնարավորություն ստացավ անցումային փլեյօֆին մասնակցել։ Հունգարիայի դեմ խաղում 80-րդ րոպեի դրությամբ իռլանդացիները պարտվում էին 2-1 հաշվով։ Բառնաբաշ Վարգան այսպիսի հրաշք էր գործել, բայց դա ոչինչ էր նրա դեմ, թե ինչ էր արել Թրոյ Պարոտը, որը արդեն 1 գոլ հետ էր բերել։ Խաղի ավարտից 10 րոպե առաջ նա հավասարեցրեց հաշիվը, իսկ մինչ այդ Կելեհերը փրկում էր ու փրկում։ Իռլանդիայի բարերում մարդիկ ներվերից եղունգներն էին կրծում։ Ոչ ոքին ձեռք էր տալիս հունգարացիներին, բայց դրա հետ համաձայն չէր նույն Պարոտը, որը դարձավ Իռլանդիայի հերոսը։ Նա հավատաց մինչև վերջ ու կատարեց այդ հպումը ու Caught, they were hanging on. It seemed like for the whole night. Certainly when ֆուտբոլիստները ուժասպառ ընկան, Սոբոսլայը լացեց։ Գուցե այդքանից հետո հասկանան, որ մարդու կյանքը փողից առավել է։ Հունգարացի երկրպագուները երևի համոզված էին իրենց հաղթանակում, դրա համար էլ խաղերից առաջ դիմել էին նամակով Հայաստանի հավաքականին։ Խնդրում ենք, աղթեք Պորտուգալիային։ Մեր վերջին հույսը ձեզ վրա ենք դրել։ Նամակն այնքան ազդեցիկ էր, որ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիա մեկնելուց առաջ ասաց, որ ամեն ինչ կանեն, անգամ թուր թվանքով կելնեն դաշտ, բայց պարզվեց թուրն էլ թվանքն էլ 80-ականների էին։ Խաղի մասին խոսելն անիմաստ է, բայց այ ինչ հետևություններ կարելի է անել այդ ամենից, մենք կարծիք ունենք։ Այն իմ ասածն էլ կասես էլի։ Արա քեզ քանի անգամ ասեմ, սա խայտարակություն չի, սա ցավալի պարտություն է։ Բայց ինչ անենք, որ նման ցավալի պարտություններ էլ չունենանք։ Առաջին հերթին մեզ պետք է աշխարհի մաս զգանք, պետքա հասնել զարգացած աշխարհի մակարդակին։ Յուրաքանչյուրս պետքա գիտակցենք, որ հիմա այն վիճակում ենք, որ պայմանական Գագիկը, որը ծնվել է Չարբախում, ու պայմանական Նևեշը, որը ծնվել է Լիսաբոնի կենտրոնում, տարբեր ստարտային պայմաններում են։ Ու Գագիկը Նևեշին հասնելու համար առնվազն 2 անգամ ավելի էֆեկտիվ ու շատ պիտի աշխատի։ Այդպես է ստացվել։
Իմ կարծիքով, ինչքան շուտ գիտակցենք սա, այնքան շուտ կգան հաջողությունները։ Ամեն դեպքում, այս պարտությունը չպետք է լինի հուսահատության առիթ։ Այն պետք է հանդիսանա ինչ-որ նոր, առողջ բանի ծնունդ, ավելի ճիշտ, վերածնունդ։ Սերխիո Ռամոսը հստակ քայլերով մտել է շոու բիզնես ու աչ ու ձախ պատկա տանում։ Առաջինը կարծում եմ Շակիրան կլինի։ Չնայած Պիկեն ու Կոլումբացի աստղը վաղուց բաժանվել են, բայց այս վիդեոն տեսնելուց կարծում եմ իսպանացին խանդի նոկաուտ է ստացել։ Երգչուհու ստիլիստի պատկատները մեկը մյուսից գայթակղիչ են։ Քրիշտիանո Ռոնալդուն Իռլանդիայից կրած պարտությունից ու ստացած կարմիր քարտից առաջ բռնվել է Red Bull խմելուց։ Չար լեզուներն ասում են, որ նա անգամ կալոշ արաղ է խմում։ Բարսելոնան հայտնել է, որ Nou Camp-ը դեկտեմբերին պաշտոնապես կբացվի։ Գումարբեթը դրա հավանականությունը 99,000 է գնահատում։ Սանտիագո Բեռնաբեուում կայացավ ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղը։ Այդ խաղին ներկա են եղել Ֆլորենտինո Պերեսն ու Ռուդիգերը։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է բոսը գերմանացուն ասում՝ ու եվրոպականը թարգի ամերիկյան ֆուտբոլ խաղա։ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը Նոայի դարպասապահ Տիմոթի Ֆայուլուի սեյվերի շնորհիվ աֆրիկյան աշխարհամասի անցումային փլեյօֆի ուղեգիր նվաճեց։ Նա դաշտ էր մտել անմիջապես 11 մետրանոց հարվածաշարից առաջ։ Հայաստանի առաջնության ներկայացուցիչը նույն շանսերն ունի աշխարհի խաղերին մասնակցելու, ինչ օրինակ Նիգերիան ու Կամերունը։ Նրանք նույնպես անցումային խաղեր պիտի խաղան։ Արդեն երկար ժամանակ է Կիլիան Մբապեն եւ Պարիս Սեն-Ժերմենը գզվռտոցի մեջ են։ Ակումբն ասում է, որ Կիլիանը պետք է պատժվի իր ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար, երբ Պարիս Սեն-Ժերմենում էր, իսկ Կիլիանի ներկայացուցիչները պնդում են, որ նրան չեն վճարել շատ մեծ գումարներ աշխատավարձի եւ բոնուսների տեսքով։ Սա նման է զույգի վեճի, բուրըն վեճի, որը բարիշվում է շատ մեծ տարածում գտավ Ինտերի հրապարակումը Հենրիխ Մխիթարյանի մասին դերբիում խփած գոլերի մասով։ Շատ ոգևորիչ, շատ գեղեցիկ է, հատկապես երբ այն ուղեկցվում էր հայատառ գրառմամբ։ Ուղղակի արա մի հոգի չկարեցակ ճարեք, որ նորմալ հայատառ գրի, բռնեցիք AI-ով թարգմանեցիք։ Վայ ես ցերիշտ։ Դե ինչ, այսօրվա համար այսքանն էինք պատրաստել։ Ուզում եմ վերջում անկեղծ մի բան ասել։ Վերջերս բաժանորդագրություններն ու լայքերը պակասել են, ինչը իհարկե շատ տխուր է։ Արեք, մի արեք, որովհետև առանց դրա անիմաստ է դառնում։ Լավ եղեք, կհանդիպենք անպայման։